Դզեն։ Չորսօրյա պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ Հայաստանի համար կարող են կայացվել ճակատագրական որոշումներ։ Մենք ապրում ենք պատմական ժամանակներում։ Դրա համար եկեք վերհիշենք երկու պատմական շատ հետաքրքիր իրադարձություն։ 1022 թվականին կնքված պայմանագրով հայոց թագավոր Հովհաննես Սմբատը պարտավորում էր իր մահից հետո Անիի թագավորությունը կտակել Բյուզանդիային։ Հովհաննես Սմբատը մահացավ 1041 թվականին, իսկ Բագրատունյաց թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 4 տարի անց։ Այս որոշումը կայացնելիս ժողովրդի կարծիքը ոչ ոք չհարցրեց, որովհետև ժողովուրդն ընդամենը հպատակ էր, ու նրա կարծիքը որևէ մեկին, հատկապես ղեկավարներին, չէր հետաքրքրում։ 1878 թվականին Ղրիմյան հայրիկը գնաց Գերմանիա մասնակցելու Բերլինի կոնգրեսին, բայց նրան նույնիսկ թույլ չտվեցին մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին։ Եվ ինչպես հիշում եք, նա հետագայում ասաց, որ բոլոր ազգերը իրենց երկաթե շերեփներով գալիս ու վերցնում էին իրենց բաժին ապուրը, բայց իմ շերեփը թղթից էր ու դրա համար պատռվեց։ Իսկ ինչու էր մեր շերեփը թղթից։ Որովհետև մենք չունեինք ոչ ուժեղ եւ կազմակերպված բանակ, ոչ էլ ուժեղ դիվանագիտություն։ Դրա համար մեր ազգի շահերը Բերլինում գնում էր ներկայացնելու կաթողիկոսը։ Այսօր մենք ապրում ենք որոշիչ ժամանակահատվածում, եւ որպեսզի պատմությունը չկրկնվի, մենք պետք է ապահովենք 3 պայման. ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն եւ ուժեղ ժողովուրդ, որը ոչ թե հպատակ է, այլ քաղաքացի։ Այս 3-ից ուժեղ բանակը մենք ունենք, իսկ ուժեղ դիվանագիտություն չունենք։ Դրա համար մեր շերեփը կարող է նորից դառնալ թղթից, ու մեր ճակատագիրը կարող են նորից որոշել ուրիշները՝ ի վնաս մեզ։ Դրա համար այս պահին ամենակարևորը դառնում է 3-րդ պայմանը՝ ուժեղ ժողովուրդ ունենալը։ Ժողովուրդ, որը ոչ թե հպատակ է, որին կարող են կտակել ինչ-որ մեկի վրա, այլ քաղաքացի է, որը ստիպում է իր ղեկավարներին հաշվի նստել սեփական կարծիքի հետ։ Հիմա երկաթե շերեփը քաղաքացին է, եւ բանակի հետ միասին նա կարող է ստիպել, որ ունենանք նաեւ ուժեղ դիվանագիտություն։ Այնպես որ եկեք քաղաքացիներով ուշադիր հսկենք պետության դիրքերը, որ հանկարծ ինչ-որ մեկի մտքով չանցնի կրակել Հայաստանի ապագայի վրա։